Ամանորյա եռուզերը շարունակվում է։ Օրեցօր թանկացող մթերքներում միսը ևս բացառություն չէ։ Էսի թևնա ոսկորը հանարած դեր, նայեք, սիրուն սարկած, էսի գավազանն է, էսի 3500 դրամ է։ Այս օրերին խոզի ազդրամիսը շարունակում է մնալ ամանորյա սեղանի ամենապահանջված մթերքներից մեկը, սակայն գնումները շատերի համար դարձել են առավել հաշվարկված։ Գալիս են, մարդիկ տանում են, որ շատ սիրուն ամյուղ մսերից, նայեք, տեսեք, այսպես կտորներ է դառնում, սիրուն մարդկա 2 կիլո է ուզում, 3 կիլո է ուզում, մարդկա հնարավորություն չունի, ասում է, այսքան մկդրի տուր տանեմ։ Վարկով ու պարտքով ամանոր նշելը բնակչության շրջանում այլևս արդիական չէ։ Քաղաքացիները նախընտրում են գնել այն, ինչ հասանելի է իրենց գրպանին։ Շատերի համար աշխատավարձն ու թոշակը բավարար չեն տոնական մեծ ծախսերի մասին մտածելու համար։ Վարձով դե հələ չեմ նախատեսել։ Չեմատա մեծ փող չունենք սկսվելի։ Բնակիչների մի մասի համար խոզի ազդրամիս սեղանին ունենալը պարտադիր պայման չէ։ Ըստ նրանց կարելի է ընտրել մսի ավելի մատչելի ու հարմար տարբերակներ։ Ինչ պարտադիր է, որ անպայման խոզի բուդ լինի։ Մենք բդից մի թեթև ավելի մատներով ենք խորովածնանում։ Անպայման չէ, որ պետք է բուդ լինի։ Սայատնոման մի լավ խոսք ունի, չէ, ասում ամեն մարդ չի կանա կարդա իմ գիրն ուրիշ գրեն է, ճիշտ է։ Հանրապես սիրում եմ, որ լինում է, բայց պետք է հարմարացնենք, չգիտեմ հələ։ Դե մինչև նոր տարի հələ ժամանակ կա, եթե հնարավորությունը ներեց կդնեմ, թևը կդնեմ, բուդը չեմ դնի։ Մյուսները սակայն հակառակ կարծիքին են, նրանց համոզմամբ նոր տարին առանց խոզի ազդրամսի պարզապես ամբողջական չէ։ Պետք է ունենալ թեկուզ փոքր կտոր։ Չէ, չեմ նախատեսում, բդի կեսն եմ նախատեսում։ Ճիշտ ասած, ես ուշադրություն չեմ դարձնում դներին, որովհետև մեկը, եթե թանկացրել են, պետքա պիտի առնենք։ Հարապես չէինք դնում, բայց այս տարի որոշել ենք դնենք։ Հարմար է։ Քաղաքացիները նշում են, ամանորյա նախապատրաստությունը սկսել են դեռ նոյեմբերից։ Շատերը մսամթերքը սառեցնում են ու պահում, խուսափելով հնարավոր թանկացումներից։ Ես միշտ նոյեմբերից սկսում եմ։ Անկեղծ ասած սեպտեմբերից եմ նկատել, որ բավականին թանկացել է ամեն ինչը։ Հիմա չի, հիմա ավելի շատ է թանկանում, ինչքանով նկատում եմ, օր-օրի գները բարձրանում են։ Մսավաճառների պնդմամբ մսամթերքում էական գնաճ այս պահին չի նկատվում։ Նշում են, դրսից բերված սառեցված միսը որակով զիջում է տեղական թարմ մսին։ Մսավաճառ Սևակի խոսքով որակյալ ապրանքն իր գնորդը միշտ ունի։ Բարձր գինը խոսում է միայն մսի որակի մասին։ Մեր մոտ մի քիչ թանկագները, բայց ասենք սովորական մսի էլ առնում են։ Սրանք ասենք ռուլետ ենք անում, ոսկորները հանում ենք, 6000 դրամով ենք ծախում կիլոգրամը։ Բդինը էլի ոսկորը հանածա, մենակ զնգի մասն է։ Թողած էդի 5000 դրամ արժի, թևինը արդեն ըստեղ 3500 դրամ արժի։ Ամանորին ընթരാճ մսի գնի փոփոխություններ մսավաճառների գնահատմամբ հնարավոր է չլինեն։ Նշում են, մարդիկ արդեն սկսել են գնումները, իսկ հիմնական եռուզերը սպասվում է վերջին 2-3 օրերին։ Ով հնարավորություն չունի, մի քիչ շուտ առնում, տանում եմ առազրկայում, դնում եմ, պահում եմ, ով էլ որ չէ, ասում եմ վերջի օրերը կգամ կտանեմ, դե մի նայած ամեն մարդ մի ձևի էլի։ Չէ, դե էլի թանկանա, թանկա էլի, դրանից ավելի ինչ թանկանա։ Ես թվում է այս տարի միջև նոր տարի արդեն ստեն ստաբիլ գինը կպաշտպանվի էլի։ Յուրաքանչյուր մսավաճառ իր մատուցման եղանակն ունի։ Սևակը նշում է, փորձում են հեշտացնել քաղաքացու գործը։ Խոզի ազդրամիսը ոսկորից ազատում են, համեմում, հետո նոր վաճառասեղանին դնում։ Էսի բիզնես էլի, սարքեն են սիրուն ռուլետը, որ տանեն դնեն սեղան։ Հարցին թե ինչ համեմունքներ են օգտագործում, մսավաճառը կատակում է՝ գնեք, կիմանաք։ Համեմված ազդրամսի տարբերակն ավելի պահանջված է, թեև այն ունի գնի որոշակի տատանում։ Հիմի ասենք բուդնա 3400 դրամ է, այս չափսի բուդը մի 6-7 կիլանոց, 8 կիլանոց։ Հիմի էսի ոսկորները հանել ենք, համեմունքները տվել ենք, թելերով կապել ենք, պատրաստել ենք, մնում է տանեն դնեն դուխովկեն։ Էսի արժի արդեն 5000 դրամ։ Բայց էդի համարյա գալիս է նույն գինը, եթե ոսկորները հաշվես, գործի աշխատանքը հաշվես, 5000 դրամով շատ լավ է։ Մի բան հստակ է, կարևորը ոչ թե սեղանին ուտեստների առատությունն է, այլև այն տրամադրությունը, որով նստում ենք տոնական սեղանի շուրջ։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։